25 հատ կրակոց արա, ის ինչ Սիցիլիան է դառը։ Սաղ կրակոցի հետքերն է։ Մարտի 28-ն է, գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղարծին բնակավայրում, Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրում, այստեղ Մարիա Խլեբ չգործող հացատան մոտ կրակոցներ են հնչել եւ կամ վիրավորներ։ Դեպքի վայր են ժամանել մարզի քրեական վարչության պետը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետը եւ Պարեկային ծառայության Տավուշի մարզի Պարեկային գումարտակի ծառայողները, գումարտակի հրամանատարի գլխավորությամբ։ Պարզվել է, որ տեղեկությունը ստացված հավաստի է եւ նշված վայրից Դիլիջան բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքով երկու քաղաքացի, մեկը երկու ոտքերի մասից ստացած հրազենային վնասվածքով, մյուսը կրծքավանդակի եւ թոքի հատվածում։ Իմ տեղեկություններով Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը, որից հետո տեղում բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են մոտ 25 ինքնաձիգից արձակված կրակված պարկուշներ։ Հիմա դուք տեսնում եք այս բոլոր սպիտակ թղթերը, որոնք որ փակցվել են քննիչի կողմից, կրակոցի հետքերն են։ Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը մարզի քննչական վարչության պետի, Դիլիջանի քննչական բաժնի պետի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Իմ տեղեկություններով դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում աշխատել են նաև քննչական կոմիտեի փորձաքրագետները։ Արդեն պարզվել են նաև վիրավորների ինքնությունը, ովքեր Հաղարծին բնակավայրի բնակիչներ են։ Տեսնում եք, անկանոն կրակոց, կարելի ասել մարտաֆիլ, ուրիշ անուն չես կարող տալ, մարտաֆիլ եւ բանուկ մասում։
հարևանությամբ բնակելի տներ են, օբյեկտներ են, այս բոլորը կրակոցի հետքերն են, սպիտակ թղթով, տեղում երբ աշխատել է փորձագետը, քննիչը, բոլորը տեսնում եք։ Այսօր մարտի 28-ին Դիլիջան խոշոր ասված համայնքի հաղարծին բնակավայրում տեղի ունեցած կրակոցների հետևանքով դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև այս Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան, որի վրա առկա է կրակոցի բազմաթիվ հետքեր։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է, այս պահին գտնվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում։ Տեսնում եք, կրակոցի հետքերը ակնհայտ երևում է։ Ակնհայտ կրակոցի հետքերը տեսնում եք կա ավտոմեքենայի վրա։ Արդյոք ավտոմեքենան ում է պատկանում, դա նույնպես պարզվում է, վիրավորներին է թե
կրակոցների հեղինակներինը դա պարզվում է։